Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի շրջանակում Երևանում է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը։ Ֆիլիպ Իվանովիչին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրամիության հետ և եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում գործակցության հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, ինչի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիարտոյի հետ, քննարկել Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արտգործնախարարներն անդրադարձել են ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, նաև աջակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա գործակցության զարգացման ուղղությամբ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում կայացել է նաև Արարատ Միրզոյանի և եվրոպական արտաքին գործողությունների գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական միտումներին, նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Արարատ Միրզոյանը և Կատարի պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ Խուլեյֆին քննարկել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքը, ներդրումների խրախուսման հնարավորությունը։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Գազայում տիրող իրավիճակին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Կայացել է նաև Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարարի տեղակալ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հանդիպումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում կազմակերպվող Երևանյան երկխոսություն և Թեհրանի երկխոսություն միջազգային ֆորումների միջև գործակցության հարցերի։ Հայաստանի արտգործնախարարը և Իրանի արտգործնախարարի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։